Բարև ձեզ, մի անգամ եւս հարգելի ընկերներ, սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, այսօր առավոտից ես իմ գործընկերները, Աստաբան Արսեն Բաբայանը իրավապաշտպաններից զբաղված էինք իմ նեմնիմի երկու գործի հետ կապված հարցերով, հիշեցնեմ առավոտ շուտ 7-ից երևի 5-10 դիմակավորված իրավապահները այցելել են միաժամանակ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ուրեմն տներ, իրականացրել են խուզարկություն, նրանց ձերբակալել են, բերել են Երևանի քննչական, առաջադրել են մեղադրանք խուլիգանության հոդվածով, միաժամանակ իրականացվել է շատ ծավալուն, այսպես ասենք, երկարատև խուզարկություն իմ նեմնիմի եմ ասում, անտիֆեյքի գրասենյակում, Բաղրամյան փողոցում, ինչ կա չկա հավաքել տարել են մարդիկ, իմ քրեական վարույթով, որ լրատվամիջոցին պարզապես զրկել է որևէ կերպ եթեր դուրս գալու հնարավորությունից, որևէ կապ մենք չենք տեսնում այսպես առաջադրված մեղադրանքի հետ, որտեղ առաջադրված մեղադրանքը խուլիգանությունն է։ Ասենք դուք քանի անգամ եք տեսել, որ խուլիգանության համար մարդուն մեղադրանք առաջադրեն, գանտանից սա կոմպերը տանեն։ Տես բան դուք տեսել եք։ Տես բան ուղղակի չկա, չի լինում։ Որտեվ ամեն մի քննչական գործողություն պետք է ունենա իր տրամաբանությունը, իր կապը առաջադրված մեղադրանքի հետ, որն այստեղ կապը դե արի ու հասկացի։ Այսինքն իրավական տրամաբանություն իհարկե չկա, իսկ քաղաքական տրամաբանություն դե պարզ է, մարդիկ ուզում են այսքան լուրջ արդյունքներ գրանցած լրատվականը լրացնել։ Մի անգամ տղաներին մոտ 1.5 տարի առաջ, տարի 8 ամիս առաջ ձերբակալեցին, կալանավորեցին, տեսան, որ չէ, անտիֆեյքը ոչ միայն ոտի վրա մնաց, այլև լուրջ առաջընթաց ապահովեց։ Հիմա այլ որոշել են այս ձևով անտիֆեյքը փաստացի դադարեցնել գործունեությունը։ Այլ բացատրություն ես չեմ տեսնում։ Ուրեմն մեղադրանքը արդեն պարզ է Ալեն Սիմոնյանի, քրեական վարույթը, Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է։ Ալեն Սիմոնյանը հիշեցնեմ, որ ինքը առաջինը սկսելով Նարեկին եւ Վազգենին անվանել է շան լակոտներ, որին ի պատասխան շաբաթ օրվա իմ նեմնիմիում, այսինքն նախագահ Սարգսյանի հետ հաղորդման հաջորդ օրը, տղաները մեկը կոշտ, մեկը ավելի մեղ, ձևակերպումներով հստակ անդրադարձ են կատարել եւ արձագանքել են այդ պետական որևէ երկրում, որևէ պետական պաշտոնային ոչ հարիր, այլանդակ արտահայտությանը։ Արձագանքել են դրան եւ դրանից հետո Ալենը ասել է, հանցագործության մասին հաղորդում է տվել ու տղեկին վատ ձևով բռնել են, դե պարզ ազգային ժողովի նախագահ հաղորդում է տալիս, մենք էլ բոլորս գիտենք իրավապահ մարմինների այսպես քաղաքական կախվածության մասին։ Եվ առիթը օգտագործելով թե ազատության իրավունքի սահմանափակում, թե լրատվամիջոցի գործունեության փաստացի դադարեցում, ես չգիտեմ, վերջի անգամ երբ էր Հայաստանում, այդպես դեպքում ես չեմ հիշում, որ լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցվի։ Ոնց այդ մարդիկ շարունակել իրենց աշխատանքը։ Ուրեմն քիչ առաջ ինձ հրավիրեցին եւ ես նաեւ մասնակցեցի մեղադրանք լրացրեցին։ Հիմա այդ էլ կասեմ, ես խնդրում եմ նայեք մի հատ դուք ինքներդ ձեր հետևությունը արեք, տեսեք դա вообще բան է, դա մի հատ քֆուր չկա որևէ մեկի կողմից, այս երկրորդ էպիզոդը, որ ավելացրել են հոկտեմբերի 4-ի եթերը, նայեք, 1 ժամ 40 րոպեից սկսվող հատվածն է։ Դա քննչական մարմինը համարում է էլի խուլիգանության դրսևորում։ Լուրջ եմ ասում, չեմ հասկանում։ Ասենք, այս հատվածում այլ բան քան քաղաքական սատիրա պարզապես գոյություն չունի։ Պարզապես գոյություն չունի։ 1 ժամ 42 րոպեից։ Նայեք, մի հատ տեսեք։
Վերջում էլ խոզարկության անցիֆեյքի գրասենյակում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով մարդիկ ձերբակալեցին նաև մեկ այլ լրագրող անցիֆեյքի աշխատակից Դավիթ Ֆիդանյանին, որը վերջերս սկսել էր նոր հաղորդաշար, ծանոթաց ես իհարկե, սկսել էր նոր հաղորդաշար, ոնց էր անում, խաչմերուկ ոնց որ անում, աշխարհ քաղաքական թեմաներ էին մարդիկ քննարկում։ Իբր Դավիթ Ֆիդանյանը խոչընդոտել է արդարադատությանը։ Այդ մասով էլ խնդրել ենք, որպեսզի ներգրավի մեր ընկեր, մեր գործընկեր ինգերավապաշտպաններից Վարազդատը Հարությունյան, շուտով կժամանի, շուտով գործողությունները կկատարվեն Ֆիդանյանի հետ, կհասկանանք, թե Ֆիդանյանին ինչ են անում։ Ի տարբերություն տղաների, Ֆիդանյանին 72 ժամվա ռեժիմով են ձերբակալել, տղաներին 24 ժամվա ռեժիմով, այսինքն որ որայա արդեն գործը կտարեն դատարան եւ կհասկանանք, թե որ դատարանն է։ Հիշեցնեմ, Արսենն է դրա մասին հստակ գրել, ես էլ հիշեցնեմ, այսօրվա հերթապահ ախպեր ջան, բանն է, Աչափնյակն է։ Մենք չնայած բոլորս ունենք ենթադրություն, որ չգիտեմ ինչ ձևով գործը մակագրվելու է շատ հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին, բայց ամեն դեպքում օրենքով սահմանված կարգով այսօրվա հերթապահը Աչափնյակի դատարանն է, հենց այդ հասկանանք, թե ինչ են անում, Աչափնյակ են տանում, թե Մասիվի դատարան են տանում։ Ինչ ասեմ, առաջի դեպքը չի, հետապնդումներին սովորենք, ձեռագրին ծանոթ ենք, այսքան բան։ Լրացուցիչ տեղեկություն, որ լինի տղաների դատի հետ կապված, դատավոր, ժամ, դատարան, անպայման կտեղեկացնեմ։